Մայիսի 14-ը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրն է։ Ավանդաբար այս օրը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ Մաշտոցյան մատենադարանից եկեղեցի է բերվում Զորավոր ավետարանը եւ ուխտի պատարագ մատուցվում։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռում ամփոփված են Սուրբ Անանիա առաքյալի մասունքները։ Քանի որ տևական ժամանակ այստեղ է պահվել Զորավոր կոչվող ավետարանը, եկեղեցին նաև Սուրբ Զորավոր են կոչել։ Եկեղեցին է մեր, այստեղ մեր մկրտությունները, մեր պատարագների մասնակցությունը, մեր ուրախության ու բոլոր նեղության օրերը այստեղի խորանի, այստեղի զորությունների հետ են կապված։ Ինձ համար կարևոր է ոչ միայն ես, այլ նաև իմ երեխաները, իմ բալիկները ու առհասարակ հետագա սերունդները, որ եւս հաղորդակից լինեն, ճանաչեն մեր սրբություններին։ Մարդը իր էությամբ կապված է իր Արարչի հետ եւ իր հավատքն է արտահայտում իր գործով ու փառք Աստծո, որ մեր ժողովուրդը ավելի են զորանում իրենց հավատքի մեջ եւ ահա ժողովրդի այս բազմությունը, որ տեսնում եք այս խանդավառությունը, ուրախությունը, որ այսօր տեսնում եք եկեղեցում, դա մեր ժողովրդի հավատքի վկայությունն է։ Մաշտոցյան մատենադարանում պահվող Զորավոր ավետարանի նկատմամբ ամենօրյա խնամք է իրականացվում, ասում է մատենադարանի ներկայացուցիչը։ Մագաղաթ Համատյանը նաև գիտական ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում տարբեր ուսումնասիրողների համար։ Ավետարանը ունի 292 մագաղաթյա թերթ, նկարազարդ է, սակայն պահպանվել է միայն Մաթեոս ավետարանչի մանրանկարը, մյուսները հատված են, ինչպես նաև խորաններից կան հատված։ Երևանցի Ուշապի որդի Հակոբը իր դառը եւ հալալ քրտինքով, ինչպես վկայվում է ավետարանի հիշատակարանում, գնել է ավետարանը եւ հիշատակարանում կա վկայություն, որ իրենաթարցում օգնել է նաև իր զոքանչը, հիշատակվում է նաև անունը։ Երկար դեգերումներից հետո Զորավոր ավետարանը պահվել է Էջմիածնում, այնուհետև տեղափոխվել Երևան։ Պատարագի ավարտին Զորավոր ավետարանը կրկին տարվեց մատենադարան։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։